Ժամը 17-ներ Open Media-ի ուղիղ եթերում Renews լրատվականը շարունակում է իր աշխատանքը, մենք աշխատում ենք հանուն Հայաստանի Հանրապետության, ես Անինեմ Զաքարյան, շատ բարի օր։ Կառավարության այսօրվա նիստի օրակարգում 39 հարցեր, որից չի զեկուցվել 35-ը, ևս 2 հարց գաղտնի է։ Գործադիրը որոշում է կայացրել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու եւ զորացրում կատարելու մասին։ Զորակոչը կիրականացվի 2026 թվականի հունվարի 7-ից 31-ը, իսկ զորացրումը հունվարի 8-ից 31-ը։ Կառավարության մեկ այլ որոշմամբ հերթական սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորմանը կուղղվի 1 միլիարդ 59 միլիոն դրամ։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանը նշել է, որ առաջարկվում է համաֆինանսավորել 20 համայնքների 24 սուբվենցիոն ծրագրեր։ Խուդատյանը հայտնել է նաեւ, որ տարեկան 500 կիլոմետր ճանապարհ կառուցելու պլանը կկատարվի։ Այս պահին 475 կիլոմետր ճանապարհ արդեն կառուցվել կամ նորոգվել է։ Կառավարության նիստի ժամանակ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ հաջորդ տարվա ապրիլի 1-ից բոլոր տեսակի նպաստներն ու կենսաթոշակները անկանխիկ կդառնան։ Կարևոր փոփոխություն կա նաեւ երեխայի ծնվելիս միանվագ տրվող աջակցության օրենքում։ Այն տրամաբանությունը, որ դրված է այս նպաստի հիմքում, ինչը երեխայի ծննդյան շուրջ ծագող խնդիրները լուծելուն է միտված, այսինքն դա այդ պահին առաջացող ծախսերն են ընտանիքի, որոնք որևէ կարգաթվով ըստ էության պայմանավորված չեն, կապ չունի, որ երրորդ երեխան է ծնվում, ծախսերը միատեսակ են, առաջարկում ենք այն համահարթեցնել, նաև հաշվի առնելով մի հանգամանք, որ հաճախ այս նպաստը դիտվում է ոչ իր հիմնական նպատակով շատ ընտանիքների կողմից եւ մենք ունենում ենք նաեւ դեպքեր եւ իրենք շատ են, եթե կարիք կլինի թվերն էլ կասեմ, երբ որ հատկապես 5-րդ եւ հաջորդ երեխայի դեպքում ընտանիքները երեխա ունենում պարզապես այս գումարի համար եւ հետո շատ մեծ դժվարություններ են ունենում այդ երեխաներին խնամելու, դաստիարակելու եւ ըստ էության մեծացնելու։ Առաջարկում ենք բոլորի դեպքում սահմանել 500,000 դրամ, ինչը նշանակում է, որ առաջին եւ երկրորդ երեխայի դեպքում մենք ունենում ենք աճ։ Կառավարության նիստից հետո ճեպազրույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հանդիպել է Միացյալ Նահանգների պետքարտուղար տեղակալի հետ եւ հատուկ անդրադարձել է գերիների խնդրին, ըստ նրա Միացյալ Նահանգները չի դադարում ջանքեր գործադրել այս հարցը կարգավորելու ուղղությամբ։ Ես նույնպես պետքարտուղարի տեղակալի հետ հանդիպել եմ եւ հանդիպման ընթացքում ես հատուկ անդրադարձ եմ կատարել այդ հարցին եւ արձանագրելով, որ նախագահ Տրամպը այդ թվում հրապարակային խոսել է այդ հարցով զբաղվելու իր հանձնարարության մասին եւ ես ներկայացրել եմ, թե մենք երկկողմ մակարդակում ինչ ենք անում այդ խնդրի հետ կապված եւ Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալին խնդրել եմ տեղեկություն տալ, թե Միացյալ Նահանգների կողմից ինչ ջանքեր են գործադրվում այդ ուղղությամբ եւ խնդրել եմ շարունակել այդ հարցը պահել ուշադրության կենտրոնում։ Իդեպ Ռիոփն այսօր դիմում է ուղարկել կառավարության համապատասխան բաժին գործադիրում հավատարմագրում ստանալու եւ նկարահանում անելու մեր հարցերը հնչեցնելու համար մեր խմբագրությունը սպասում է պատասխանի։ Նոյեմբերի 21-ից 22-ը Հայաստանի 5 փորձագետ կմեկնի Բաքու մասնակցելու կլոր սեղան քննարկմանը։ Այդ նպատակով Երևան-Բաքու եւ Բաքու-Երևան չարտերային թռիչք կազմակերպելու համար Հայաստանի կառավարությունը շուրջ 18 միլիոն դրամ կհատկացնի։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստին, այն չզեկուցվող հարցերի օրակարգում էր։ Որոշման հիմնավորման մեջ ասվում է, որ կլոր սեղան քննարկմանը մասնակցելու միջոցով կակտիվանան հայ եւ ադրբեջանական քաղաքահասարակությունների ներկայացուցիչների շփումները եւ կձևավորվեն երկու պետությունների հասարակությունների միջև վստահության կառուցման մեխանիզմներ։ Հիշեցնեմ, որ շաբաթներ առաջ էլ Ադրբեջանից էր փորձագետների պատվիրակություն եկել Երևան։
Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 20-ից 21-ին պաշտոնական այցով կգտնվի Ղազախստանի Հանրապետությունում այցի շրջանակում Փաշինյանն առանձնազրույց կունենա Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարթ Տոկաևի հետ, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը։ Վարչապետը հանդիպումներ կունենա նաև Ղազախստանի վարչապետի եւ Ղազախստանի խորհրդարանի նախագահի հետ։ Նախատեսվում են այցելություններ Աստանա Էքսպո, Ալեմ AI արհեստական բանականության միջազգային կենտրոն եւ Ղազախստանի ազգային թանգարան։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանն արձագանքել է Թուրքիայի պաշտոնակից Հական Ֆիդանի հայտարարությանը, թե եթե Թուրքիան հիմա կարգավորի հարաբերությունները, ապա Հայաստանից կխլի Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու ամենամեծ դրդապատճառը։ Միրզոյանն ասել է, որ հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական կարգավորումները միմյանցով պայմանավորված չեն, մինչդեռ Ֆիդանը նաեւ անհրաժեշտ է համարել Հայաստանի սահմանադրությունում փոփոխությունները, ինչը եւս Բաքվի պահանջներից է։ Երբ Թուրքիայի ազգային մեծժողովում թուրքական հետախուզական ծառայության նախին ղեկավար եւ գործող արտգործնախարար Ֆիդանն այս հայտարարություններն էր հնչեցնում։ Ստամբուլում ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովին մասնակցող Հայաստանի ազգային ժողովի պատվիրակությունը պնդում էր, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը շուտով դրական արդյունքներ կունենա։ Ինչու է Երևանը օր առաջ պատրաստ հայ-թուրքական սահմանի բացմանը, իսկ Անկարան օր ավելի փորձում է ձգձգել ու պատճառներ գտնել սահմանադուռը փակ պահելու ու նախապայմաններ առաջ քաշելու համար։ Թուրքիայի խորհրդարանում արտգործնախարար Հական Ֆիդանը հայտարարեց, որ եթե Թուրքիան հիմա կարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ, ապա վերջինիս ձեռքից կխլի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու հիմնական շարժառիթը։ Մեկ օր անց Ֆիդանին արձագանքել է հայ գործընկեր Արարատ Միրզոյանը։ Արտգործնախարարը Armen Press-ին տված հարցազրույցում մերժել է նախապայմանների այս մոտեցումը եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը Ադրբեջանի հետ կապելը։ Այս երկու բաղադրիչներից որևէ մեկը մյուսով պայմանավորված չեն, եւ եթե անպայմանորեն փորձենք դրանց միջև պատճառահետևանքային կապ տեսնել, գուցե պարզվի, որ Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորումը կարող է ոչ թե բացասաբար, այլ ճիշտ հակառակը, դրականորեն անդրադառնալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի վրա։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին լրագրողներն այսօր հարցրել են Ֆիդանի կրկին այսպես կոչված Զանգեզուրի միջանցք եզրույթն օգտագործելու մասին։ Ասել է, մերժում են ցանկացած տերմինաբանություն, որը համաձայնեցված չէ Երևանի հետ։ Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող կոմունիկացիաների կամ որևէ բանի անուն կարող է որոշել Հայաստանի Հանրապետությունը։ Եվ մենք ասել ենք, որ Հայաստանի Հանրապետությունը բացի մեր ասածից ուրիշ անունով կոմունիկացիա գոյություն չունի։ Հայաստանում կա խաղաղության խաչմերուկ եւ զուգահեռաբար նաեւ Վաշինգտոնի հռչակագրի ստորագրված արդյունքում կա Trip-Root նախագիծը։ Մնացած ցանկացած այլ տերմինաբանություն վերաբերելի չէ Հայաստանի Հանրապետությանը։ Մենք այդ ենք ասում։ Թուրք որոշ փորձագետներ կարծում են, որ քաղաքական հռետորաբանությունից զատ սահմանի բացումը տնտեսապես ձեռնտու է հենց Թուրքիային, հատկապես նրա արևելյան նահանգներին։ Ես կարծում եմ, որ Թուրքիան սահմանի ուղիղ բացում շատ է ուզում, քանի որ ամենաշատը Թուրքիային է դա օգուտ։ Հատկապես սահմանամերձ նահանգները, Աղրին, Իգդիրը, Կարսը, Արդահանը, մենք կարող ենք ներառել նաև Արդվինը, ունեն լուրջ կորուստ, տնտեսական կորուստ։ Այս սահմանները բացելով Թուրքիան կցանկանա ապրանքներ վաճառել Հայաստանին, այնտեղից Ադրբեջանին, Իրանին եւ Կենտրոնական Ասիային։ Իհարկե Ադրբեջանի հետ մեր ռազմավարական սերտ հարաբերությունների շրջանակում մենք պետք է զայնեցնենք քաղաքականությունը նրանց հետ։ Պետք է բացել սահմանները, Ադրբեջանի հետ խորհրդակցելով եւ նրանց համոզելով։ Ես կարծում եմ, որ մոտ ապագայում սահմանները կբացվեն եւ Թուրքիայի ու Հայաստանի միջև հարաբերությունները կվերադառնան բնականոն հուն։ Բայց այս սահմանների բացման ու դիվանագիտական քննարկումների ֆոնին կա մի մտահոգիչ իրողություն։ Թուրքիայում հայտնի մտավորական գրող լեզվաբան Սևան Նիշանյանը զգուշացնում է Թուրքիայում հակահայկական տրամադրությունների աննախադեպ աճի մասին։ 60 yıldan beri Türkiye Որպես մեկը, որ 60 տարի է գիտի Թուրքիայի հասարակական կարծիքը եւ Թուրքիայի մթնոլորտը, կարող եմ վստահորեն ասել հետեւյալը. այս 60 տարվա ընթացքում երբեք հայատյացությունը Թուրքիայում այսքան սուր, այսքան ակտիվ եւ այսքան տարածված չի եղել։ Դա կարող է մասամբ պայմանավորված լինել համացանցի եւ սոցիալական մեդիայի ազդեցությամբ, որովհետեւ ավելի արմատական տեսակետներն ավելի հեշտ է դարձել արտահայտելը։ Ամեն օր, ամեն րոպե, ամեն ժամ սոցիալական մեդիայում տեսնում ենք ահասարսուռ, խոր ատելության դրսևորումներ, որոնք հասել են սարսափելի ծավալների։ Տարիներ առաջ թուրքական բանտից փախած մտավորականը կարծում է, որ մինչ դիվանագիտական խոսույթում շարունակվում են քննարկումները նախապայմանների եւ տնտեսական օգուտների շուրջ, թուրքական հասարակության ներսում հասունացող հայատյացության ալիքը լուրջ հարցականի տակ է դնում ցանկացած կարգավորման իրական հեռանկար։
Աննա Հարությունյան, Լիլիթ Մուրադյան, Դիանա Կարապետյան, Reopen Media։ Թե ինչու է թուրքական կողմը փորձում առաջին հայացքից ձգձգել հայ-թուրքական սահմանի բացումը եւ ինչպես է այս թեմային անդրադառնում թուրքական փորձագիտական դաշտը եւ մեդիան, կքննարկենք Reopen-ի հայալեզու եւ թուրքալեզու թողարկումների մեկնաբան հրաշալի լրագրող Լիլիթ Մուրադյանի հետ։ Լիլիթ, ողջույն։ Ողջույն Անի։ Ինչի մասին էր Ֆիդանի վերջին հայտարարությունը եւ ինչ արձագանքներ կան դրա վերաբերյալ Թուրքիայի թուրքական մեդիայում։ Փաստացի Անի, մենք տեսանք, որ այն պահանջները, որը ունի Ադրբեջանը, նույնական են նաև Թուրքիայի համար։ Եվ այստեղ մեզ մոտ մի իլյուզիոն վարակույր կարծես անհետացավ, որովհետև տպավորություն կար, որ Թուրքիան շատ ավելի զգույշ է այս հարաբերություններում, ամեն դեպքում փորձում է առաջին պլանում թողնել Ադրբեջանին, հետևել այս ամենին, լինելով իր այդ խաղաղության աղավնի կերպարի մեջ, ինչպես ոչ միայն այս հարաբերություններում, այլև տարբեր գործընթացներում փորձում է իրեն դրսևորել, թե Ուկրաինայի հետ կապված, Գազայի եւ այլն։ Բայց այստեղ փաստացի տեսանք, որ Ֆիդանը առաջին անգամ շատ բաց տեքստով խոսեց իրենց պահանջների եւ պայմանների մասին եւ մեզ մոտ այլևս անհետացավ այն սպասումը, որ այս գործընթացը առաջ է գնում առանց նախապայմանների, ինչպես որ երկու կողմից հայտարարվել էր, այսպես ագրեսիվ պահանջների նախադասություններով Ֆիդանը խոսում է շատ բաց։ Թուրք փորձագետները, որոնք խոսում են Reopen-ի հետ վերջին ամիսների ընթացքում, ասում են, որ առաջին հայացքից Թուրքիան ձգտում է տարածաշրջանում խաղաղության գործում իր լուրջ դերը խաղալ, բայց մյուս կողմից անշուշտ պահանջների շարքն է գալիս, որովհետև այդ պահանջները կան ոչ միայն Ադրբեջանի մոտ, այլև Թուրքիայի մոտ։ Մի տպավորություն է, որ Թուրքիան նախ ասում է նախ դուք Ադրբեջանի պահանջները կատարեք, ավարտեք, հետո նոր կսկսենք իմ պահանջները ու հետո այն նոր կխոսենք սահմանի բացման մասին։ Այստեղ այլ հարց է, թե ընդհանրապես որքանով է ձեռնտու, որքանով է ոչ ձեռնտու սահմանի բացումը։ Մենք Reopen-ի շրջանակում տարբեր ռեպորտաժներ ենք արել, խոսել ենք տարբեր փորձագետների հետ, որոնք եւ դեմ եւ կողմ կարծիքներ են արտահայտել սահմանի բացման վերաբերյալ։ Այստեղ արդեն մի բան է, որը պետք է թողնել ապագային հասկանալու համար եւ թերևս հստակ հաշվարկներ, թե որքանով է հայկական կողմին օրինակ ձեռնտու, թուրքական կողմին ձեռնտու այդ սահմանի բացումը այս պահին դեռևս չկան։ Փորձագետները, որոնց հետ ես խոսել եմ այս ամիսների ընթացքում, ընդգծում են, որ Հայաստանը պիտի ռեալիստ լինի այս պարագայում։ Ասում են, այո, սպասելիքներ պիտի որ պիտի բաց խոսենք եւ ասենք, որ Հայաստանը պատերազմում պարտված երկիր է, այս պահին իր լավագույն, այն ինչպես ասում են, մարզավիճակում չէ ու չի կարող պայմանների լեզվով խոսել կամ որոշակի դիմադրություն ցույց տալ այնպիսի հզոր երկրի, ինչպիսին օրինակ Թուրքիան է եւ նրա փոքրիկ բարեկամ Ադրբեջանը։ Այնպես որ հորդորում են նաեւ ռեալիստ լինել եւ տեսնել, թե ինչ է կատարվում ռեալ քաղաքական դաշտում։ Օրինակ մեդիայում էլ հետաքրքիր վերնագրեր են հայտնվում այս դեպքի հետ կապված Ֆիդանի, ասում են, որ Ֆիդանի հայտարարությունը ցույց տվեց, որ Թուրքիան շարունակելու է Հայաստանի հետ կարգավորման հարցն օգտագործել հօգուտ Ադրբեջանի, այսինքն Թուրքիայի մեդիայում, հա, այո, այսինքն այնտեղ էլ փորձագետները պարզ տեսնում են, որ սա եւս մի գործիք է օգտագործելու Հայաստանի դեմ հօգուտ Ադրբեջանի, հա, բայց ասում են, որ պետք չէ ակնկալել, որ սահմանը կբացվի, մինչև որ վերջնական չվավերացվի այդ ստորագրվի եւ վավերացվի այդ փաստաթուղթը, այսինքն այն, ինչ ըստ էության հայտարարեց Ֆիդանը, բայց մյուս կողմից էլ իհարկե ասում են, որ տեսեք Թուրքիան որքան բարի դրացիական է, մյուս կողմից Թուրքիան ինքն էլ ուզում է այդ հարաբերությունները կարգավորել, որովհետև այդ երկրի արևելյան շրջաններում տնտեսական, սոցիալական վիճակը այնքան էլ բարվոք չէ ու որոշակի օգուտներ հնարավոր է նաև ստանա Թուրքիան հայ-թուրքական սահմանի բացումից։ Շնորհակալություն Լիլիթ։ Ես հիշեցնեմ, որ մենք քննարկում ունեինք իմ գործընկեր Reopen-ի հայալեզու եւ թուրքալեզու թողարկումների մեկնաբան լրագրող Լիլիթ Մուրադյանի հետ, իսկ մենք շարունակենք թողարկումը։
Ֆրանսիացի աշխարհաքաղաքագետ եւ պատմագիտության դոկտոր Ալեքսանդր Դել Վալը բացառիկ հարցազրույց է տվել Rio Media-ի ֆրանսերեն թողարկմանը եւ իր վերլուծություններն արել Հայաստանի արտաքին քաղաքականության, ռիսկերի եւ հնարավոր ելքերի մասին։ Դել Վալը Էրդողանի Թուրքիայի ամենամեծ քննադատներից է եւ Եվրոպայում հայտնի է այդ եւ մի շարք այլ կարեւոր թեմաների վերաբերյալ իր աշխատություններով։ Դրանցից մեկն արմատական իսլամիզմն է։ Նա առաջին քաղաքագետներից էր, որ տեսականորեն հիմնավորել է Եվրոպայի եւ Արևմուտքի համար տոտալիտար իսլամիզմի սպառնալիքը, որին կարող է բախվել նաև Հայաստանը։ Դել Վալն անդրադարձել է նաև Թուրքիայի եւ նեո-օսմանիզմի խնդիրներին ու վերլուծել աշխարհում եղած հիբրիդային պատերազմները, որոնցով պետություններն այլընտրանքային միջոցներ են կիրառում իրենց հակառակորդ երկրներն ապակայունացնելու նպատակով։ Կարիճ Հենց այս բառով է Թուրքիայի նախագահ Էրդողանին բնութագրում ֆրանսիացի հայտնի քաղաքագետ Ալեքսանդր Դել Վալը եւ Փաշինյանի Էրդողանին վստահելու նրա հետ գործարքի գնալու քայլերը որակում նաիվ։ Est-ce qu'on peut faire confiance au régime d'Erdogan? Արդյոք կարելի է վստահել Էրդողանի ռեժիմին եւ վստահ լինել, որ նա քեզ չի դավաճանի։ Հասկանալու համար բավական է տեսնել, թե Էրդողանն ինչպես վարվեց Պուտինի հետ։ Էրդողանը Աստանայի եւ Սոչիի համաձայնագրերով խոստացավ զինաթափել ջիհադականներին Սիրիայում քաղաքացիական պատերազմի ժամանակ եւ պահել Իդլիբում, նույնիսկ հեռացնել նրանց։ Եվ ինչ արած։ Նա օգնեց ջիհադիստներին իշխանության գալ, այսինքն իր տված խոստման ճիշտ հակառակն արեց։ Մենք այսպիսի շատ օրինակներ ունենք նաեւ մեր աչքի առջեւ։ Օրինակ Էրդողանը նաև դավաճանեց ռուսներին ուկրաինացի գերիների հարցում, որոնց չպետք է ազատ արձակեր։ Եվ ուրեմն Էրդողանը սովոր է դրժել իր իսկ տված խոստումը, ասել մի բան եւ անել մեկ այլ բան։ Էրդողանը կարիճի նման է, որն ինչ-որ պահի քեզ խայթում է։ Մենք չգիտենք երբ, բայց կարիճը անպայման խայթելու է։ Ըստ պատմագիտության դոկտորի, Հայաստանն այժմ գոյաբանական վտանգի տակ է եւ իր շահերից չի բխում որպես առանցքային գործընկեր ընտրել մեկ քաղաքական կենտրոնի, այս պարագայում Արևմուտքին։ Դել Վալը հենց սա համարում է Հայաստանի դիվանագիտության ամենալուրջ սխալը։ Պետք է ավելի ճկուն լինել, քանի որ նա համոզված է Հայաստանի աշխարհագրությունը թույլ չի տալիս թշնամական հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ։ Malheureusement, la Russie, ce ne sont pas des anges. Ցավոք Ռուսաստանը հրեշտակ չէ։ Այդ պետությունը մարդասիրությունից ելնելով չէ, որ օգնում է Հայաստանին։ Նա կօգնի Հայաստանին, եթե Հայաստանը շարունակի մնալ իր արբանյակը։ Իսկ Հայաստանը ցանկանում է լինել իսկապես անկախ, այսպես թե այնպես մշտական ռիսկի տակ է, զայրացնելու տարբեր դերակատարների։ Եվ հետևաբար Հայաստանը չպետք է այսպես ամբողջությամբ իրեն նվիրի Արևմուտքին։ Նա պետք է շատ հստակ ուղեր ցղի։ Մենք ուզում ենք բարեկամ լինել Արևմուտքի հետ, բայց չենք ուզում մտնել Եվրոպա եւ ՆԱՏՕ։ Այդ քայլով ազդանշան կտար Ռուսաստանին, որ կարող է լինել չեզոք։ Հայաստանի միակ փրկողակը չեզոքությունն է։ Դել Վալի համոզմամբ Էրդողանի պանթյուրքիստական ծրագրի զսպանակը այսպես կոչված Զանգեզուրի միջանցքն է, որն արդեն կոտրվելու ճանապարհին է։ Ըստ նրա, միակ բանը, որ կարող է փրկել Հայաստանը աստիճանական ադրբեջանական գաղութացումից, միջազգային կնքահայրերը, երաշխավորները պիտի լինեն, որոնք զորք կուղարկեն, շատ կարևոր միջոցներ կձեռնարկեն անվտանգությունը երաշխավորելու համար։ Բայց եթե չլինեն Հայաստանի անվտանգությամբ շահագրգռված երկրների երաշխիքները, Ադրբեջանը միշտ ավելին կուզենա։ Իսկ այդ երկրները նրա կարծիքով միայն երկուսն են՝ Ռուսաստանն ու Իրանը։ L'Amérique n'est pas plus fiable que la Turquie. Այն լուծումը, որը պարոն Փաշինյանն է առաջարկել, ցավոք երազանք է, եվրոպական Էլդորադոն, ՆԱՏՕ-ի Էլդորադոն, ամերիկյան Էլդորադոն։ Այս երազանքը առասպել է, որը կավարտվի ինչպես Վրաստանում, եւ հուսով եմ, ոչ ինչպես Ուկրաինայում։ Իդեպ Ամերիկան ավելի վստահելի չէ, քան Թուրքիան։ ԱՄՆ-ի հետ դաշինքը չի փրկի հայերին, Եվրամիության հետ դաշինքը չի փրկի հայերին։ Հիշեք, երբ եղավ պատերազմը Վրաստանում։ Երբ վրացիները ցանկացան մտնել Եվրամիություն եւ ՆԱՏՕ, երբ եղավ պատերազմն Ուկրաինայում, այն պահից, երբ ուկրաինացիները 2014 թվականից սկսեցին երազել Եվրոպայի մասին։ Կարծում եմ, որ հայերի համար ամենամեծ թակարդը պարոն Փաշինյանի նախագծին հավատալն է, որը նման է պարոն Սաակաշվիլիին, որը հավատում էր եվրոպացիների եւ ամերիկացիների խոստումներին։ Մենք տեսանք, թե ինչ արժեր եվրոպացիների եւ ամերիկացիների խոստումները, դրանք ոչինչ չարժեն։ Քաղաքագետը պնդում է, պատերազմի դեպքում Արևմուտքը երբեք զորք չի ուղարկի Հայաստան թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ կռվելու համար։ Իսկ Եվրոպայի միակ երկիրը, որը Հայաստանի համար սրտացավ է, Ֆրանսիան է, եւ գործնականում փորձում է օգնել, բայց դրա ծավալները նախ քիչ են, երկրորդ ավելին անել չի կարող։ Ça a été très imprudent. Je pense que la personne qui ressemble le plus à Pachinian, c'est Saakashvili.
Եվրամիություն գնալու մասին Փաշինյանի այդ հայտարարությունը շատ անխոհեմ էր։ Այս առումով Փաշինյանին ամենաշատը նմանվող քաղաքական գործիչը Սաակաշվիլին է։ Նա գուցե ազնիվ էր, պայքարում էր կոռուպցիայի դեմ, գուցե անկեղծ էր իր նկրտումներում, բայց Սաակաշվիլին Վրաստանը հսկայական խնդիրների առջև կանգնեցրեց 2008 թվականի պատերազմով, որը նա ի վիճակի չէր հաղթելու։ Ժամանակին Սահակաշվիլին կարծում էր, որ ԱՄՆ-ն կզսպի ռուսներին, բայց դա տեղի չունեցավ։ Եվ այլ երկրների տարածք Ռուսաստանի ներխուժումներին նույնպես չի միջամտի։ Դա երազանք է։ Հասմիկ Առաքելյան, Reopen Media։ Աշխատանքային այցով Կիպրոսում գտնվող անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Կիպրոսի նախագահի ազգային անվտանգության խորհրդական եւ հետախուզության ծառայության տնօրեն Տասոս Ցիոնիսի հետ։ Գրիգորյանն ընդգծել է Հայաստանի ու Կիպրոսի միջև քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը, կարևորելով բարձրաստիճան փոխայցելությունների եւ շարունակական շփումների դերը։ Քննարկվել են երկկողմ քաղաքական օրակարգի լայն շրջանակ, ինչպես նաեւ բազմակողմ ձևաչափերում համագործակցության հնարավորությունները։ Կողմերն անդրադարձել են Հարավային Կովկասում հաստատված խաղաղությանը եւ դրա արդյունքում իրականացվող քայլերին։ Գրիգորյանն ու Ցիոնիսը հաստատել են, որ շարունակելու են համատեղ ջանքերը լիարժեք իրացնելու երկկողմ համագործակցության ներուժը։ Եվս մեկ պաշտոնական լուր արտաքին գործերի նախարար Շարարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի պաշտոնակից Ասադ Ալ-Շայբանիի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ Սիրիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր, պայմանավորվածություն ձեռք բերել համատեղ ջանքերով, այդ թվում փոխայցելությունների միջոցով ակտիվացնել քաղաքական երկխոսությունը, զարգացնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում գործակցությունը։ Վաշինգտոնում Միացյալ Նահանգներ Սաուդյան Արաբիա գործարար ֆորումում ելույթ ունենալով Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հիշել է իր հեռախոսազրույցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Արցախյան հակամարտության վերաբերյալ։ Մեջբերեմ, բայց ես շատ մարդկանց, միլիոնավոր մարդկանց փրկեցի շատ այլ պատերազմներում Ադրբեջան, գիտեք թե ինչ էր այնտեղ տեղի ունենում։ Ես դա շտկեցի, դա շարունակվում էր շատ տարիներ։ Պուտինը զանգահարեց ինձ եւ ասաց. «Չեմ կարող հավատալ, որ դուք դա շտկեցիք, մենք երկար ժամանակ փորձում էինք կարգավորել։ Ես ասացի՝ մի անհանգստացեք դրա համար, պարզապես թույլ տվեք, որ ես շտկեմ ձեր անհեթեթ պատերազմը», ասել է Սպիտակ տան ղեկավարը, նկատի ունենալով արդեն Ուկրաինայում պատերազմը։ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ուկրաինական հակամարտության երկու կողմերն էլ դրա դադարեցման համար պետք է համաձայնեն փոխադարձ զիջումների գնալ, ինչպես նա է գրել X-ում դժվար, բայց անհրաժեշտ զիջումների։ Պատերազմն ավարտելու համար անհրաժեշտ է լուրջ եւ իրատեսական գաղափարների լայն փոխանակում, ահա թե ինչու ենք մենք շարունակում մշակել այս պատերազմը դադարեցնելու հնարավոր գաղափարների ցանկը հիմնվելով հակամարտության երկու կողմերի առաջարկների վրա, հավելել է Ռուբիոն։ Միջազգային լրահոսին այսօր հետևում է իմ գործընկեր Հովանիսյանը։ Գազայում խախտվել է գրեթե 6 շաբաթ տևած հրադադարը։ Իսրայելի 4 ավիահարվածների հետևանքով զոհվել է առնվազն 25 պաղեստինցի։ Համասը դատապարտել է իսրայելական հարվածները եւ կոչ արել Միացյալ Նահանգներին ճնշում գործադրել Իսրայելի վրա հրադադարի ռեժիմը պահպանելու համար։ Human Rights Watch-ի զեկույցում ասվում է, որ իսրայելական ուժերը Հորդանան գետի արևմտյան ափին ավերել են ավելի քան 850 շինություն եւ տեղահանել պաղեստինցիներին։ Իրավապաշտպան կառույցի արտաքսումները բնութագրում է որպես էթնիկ զտումներ, որոնք իրականացվել են այն ժամանակ, երբ համաշխարհային ուշադրությունը սևեռված էր Գազայի վրա։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն այցելել է Սիրիայում գտնվող իսրայելական ուժերին, հայտարարել, որ դրանք կարևոր են ինչպես պաշտպանական, այնպես էլ հարձակողական տեսանկյունից։ Այցը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարեց, որ իր վարչակազմը աշխատում է Իսրայելի եւ Սիրիայի հարաբերությունները բարելավելու ուղղությամբ։ Այդ ուղղությամբ ջանքեր գործադրելու խոստում Սիրիայի նախագահ Ահմեդ Ալ-Շարան Թրամփին տվել էր Սպիտակ տանը կայացած բանակցություններում։ Իսրայելի զինվորականները ուժեղացրել են օդային հարվածները հարավային Լիբանանում, շարունակելով գրեթե ամենօրյա հարձակումների արշավը։ Իսրայելը հայտարարում է, որ այս գործողությունները նպատակ ունեն արգելափակել Իրանի աջակցությունը վայելող Հեզբոլլահի ռազմական վերածնունդը սահմանային գոտում։ Իսրայելը սոցիալական ցանցերում նախազգուշացումներ է տարածել 4 գյուղերում թիրախավորվելիք շենքերի մասին, ինչից հետո բնակիչները լքել են իրենց տները։ Նախորդին Սիդոն քաղաքի մոտ գտնվող պաղեստինյան փախստականների ճամբարում իսրայելական հարվածից զոհվել էր 13 մարդ։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակի տեղակալ Ֆարհան Հակը հայտարարել է, որ Գազայում հորդառատ անձրևները հեղեղել են տեղահանված ընտանիքների ճամբարները ու իրավիճակը կտրուկ վատ թարացել է։
Դոնալդ Թրամփը ստորագրել է օրինագիծ, որը պարտադրում է հրապարակել ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի հետ կապված փաստաթղթերը։ Թրամփը հանձնարարել է Արդարադատության նախարարությանը բացել Էփշտեյնի վերաբերյալ բոլոր ոչ գաղտնի նյութերը ու գրառումները։ Ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնը ձերբակալվել էր 2019-ի հուլիսին։ Նա մեղադրվում է սեռական թրաֆիքինգի անչափահասների մարմնավաճառության մեջ ներգրավելու համար։ Նրա շրջապատում եղել են ԱՄՆ եւ այլ երկրների մի շարք ազդեցիկ անձինք, այդ թվում նախկին պետությունների ղեկավարներ, գործարարներ եւ հայտնի մարդիկ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է 28 կետից կազմված խաղաղության ծրագիր, որի նպատակն է դադարեցնել Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև շարունակվող պատերազմը։ Նախաձեռնությունը մշակվել է վարչակազմի մի շարք բարձրագույն ներկայացուցիչների՝ Սթիվ Վիտկոֆի, փոխնախագահ Ջի.Դի Վենսի, փոխկարտուղար Մարկո Ռուբիոյի եւ Ջարեդ Քուշների մասնակցությամբ։ Ուկրաինան այս գործընթացին չի մասնակցել։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ ասել է, որ Պուտին-Թրամփ հեռախոսազրույց է նախապատրաստվում։ Պուտինը կոչ է անում ստեղծել ռուսական արհեստական բանականություն, դրանք անվանելով Ռուսաստանի ինքնիշխանության պահպանման համար կենսական նշանակության քայլ։ Ըստ նրա, այլ երկրներում նախագծված լեզվական մեծ մոդելներից կախվածությունը Ռուսաստանի համար անընդունելի է։ Պուտինը կոչ է արել պետական հաստատություններին ու ընկերություններին ավելի շատ օգտագործել ԱԲ-ն ու նշել, որ մինչև 2030 թվականը ԱԲ տեխնոլոգիաների ներդրումը Ռուսաստանի ՀՆԱ-ում պետք է գերազանցի 11 տրիլիոն ռուբլին։ Արհեստական բանականության ամենաառաջադեմ մոդելների ստեղծման մրցավազքը շարունակվում է։ Google-ը նոր AI մոդել է ներկայացնում՝ Gemini 3-ը։ Ի պատասխան Elon Musk-ի XAI ընկերությունը նույնպես թողարկել է իր թարմացումը Grok 4.1-ը, պահպանելով մրցակցային ճնշումը։ Անի Հովանեսյան, Reopen Media։ Վերջերս Ադրբեջանում լայն քննարկումներ էին առաջացրել լուրերը Գազայում հնարավոր խաղաղապահ առաքելությանը նրանց մասնակցության մասին։ Այս եւ մի շարք այլ տարածաշրջանային զարգացումների շուրջ զրուցել ենք միջազգայնագետ Կարեն Ղազարյանի հետ, լսենք մի հատված։ Եթե Իսրայելը ցանկանում է, որ Ադրբեջանին չնեղացնի եւ հնարավորություն տա, որ իրենք էլ ներկայացված լինեն, միգուցե թողնի, բայց եթե ադրբեջանցիներին ինչ որ փոխարինելու են թուրքերը, որը կարող է օրինակ արվել շատ փափուկ ձևով, իհարկե Իսրայելի համար դա անընդունել է, բայց Իսրայելը այն պետությունն է, որ եթե նման քայլ արեց Ադրբեջանը, փորձեց փոխարինել, ինձ թվում է հակազդեցություն ունենալու է կամ շատ կոշտ կամ կոպիտ ձևով, որովհետև երկրում եմ Իսրայելի համար Թուրքիայի վարած քաղաքականությունը եւ հատկապես նմանատիպ իրավիճակներում ներկայացվածությունը ինքը շատ լավ գիտի, որ եթե մտավ Գազա, Թուրքիան կարող է Գազայից դուրս չգալ եւ անկախ նրանից ինչ իրավիճակ կլինի եւ դրա համար իրանք ամեն կերպ հակազդում են։ Նիկոլ Փաշինյանը հանրապետության նախագահի նստավայրում ներկա է գտնվել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ամենամյա կրթական պարգևի 21-րդ մրցանակաբաշխության արարողությանը։ Այս տարի մրցանակաբաշխության 126 մասնակիցներից պարգևի են արժանացել 27 ուսանող եւ 9 աշակերտ։ Մրցանակները հանձնել է Նիկոլ Փաշինյանը։ Նա շնորհավորել է մրցանակակիրներին, կարևորել կրթությունը եւ ընդգծել, որ կառավարության համար այն ռազմավարություն է, որովհետեւ կրթությունը միակ ճանապարհն է չիմացության մեր մակարդակը նվազեցնելու եւ իմացության մակարդակը ավելացնելու։ Փաշինյանը նշել է, որ կառավարությունը բոլոր հնարավոր առիթներով ներդրումներ է իրականացնում կրթության ոլորտում։ Հիշեցնեմ, տեխնոլոգիաների ոլորտում ամենամյա կրթական պարգևը հիմնվել է 2005 թվականին Սինոպսիս Արմենիայի նախաձեռնությամբ ընկերության եւ Հայաստան համահայկական հիմնադրամի միջև կնքված համաձայնագրի հիման վրա։ Եվ թողարկման վերջում անցած մեկ օրում ոստիկանությունը բացահայտել է 186 հանցագործություն, մեծ թիվ են կազմում տրանսպորտային միջոց վարելու կանոնների խախտումները, թմրանյութի շրջանառությունը, մարմնական վնասվածք պատճառելու անձնական ունեցվածքի գողության դեպքերը, բացահայտվել են նաև կողոպուտի, պաշտոնեական կեղծիքի դեպքեր։ 24 ժամում հայտնաբերվել է 5 հետախուզվող, կամավոր ներկայացել 5-ը։ Անցած մեկ օրում գրանցվել է 17 ավտովթար, 1 մարդ զոհվել է, 27-ը վնասվածք ստացել։ Այսքան այս ժամի համար հիշեցնեմ, որ մեզ կարող եք գտնել սոցիալական բոլոր հարթակներում, մենք աշխատում ենք հանուն Հայաստանի Հանրապետության։ Ես Անին եմ Զաքարյան, ձեզ հրաժեշտ եմ տալիս, բարի ու խաղաղ երեկո բոլորիս։